Պարոն նախագահ, մինչև դատականիստերի դահլիճ մտնել է։ Այս քրեական գործի մասին ձեր դիտարկումները կասեք։ Տեսեք, այս քրեական գործը իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության հերթական դրսեւորումն է։ Սկզբի համար սա։ Ես չեմ ուզում ուշանալ դատականիստից, խնդրում եմ համբերությամբ լցվեք, սպասեք, դուրս կգամ, բայց խնդրում եմ շատ կարճ իրար հետ համաձայնացրեք ինչ հարցեր, որովհետեւ մեկ այլ չասեմ կարևոր, բայց պարտադրված հանդիպում էլ ունի։ Ձեր թույլտվությամբ շատ կարճ մի հարցադրում, պարոն նախագահ։ Ձեր առաջին գործը դատավորի համար ճակատագրական Ձեր առաջին դեպքում դատավորի համար ճակատագրական դարձավ երկինքը համակարգի հեռացում։ Հետո Մարությանը ասում է, որ ես առաջադրում եմ, ինչու չեն միանում խմբակցությունները թողից դարձնել վարչապետ ժամանակավոր ու ձեզ եմ եղադրում։ Ասացիա Սարգսյանի թիմը ասել էր առողջական պայմանների քննարկեն, հիմա չի ուզում։ Դիժեցնում են գործընթացները։ Ո՞չ եք ուզում Նիկոլին հավաքել։ Բարի օր։ Ես դες չեմ թողնում ես։ Բայց Սարգսյան, դուք տեխնացուն եք նախընտրելի, եթե Էդման Մարությանը Բայց ձեր խնդրեցի, չէ՞։ Դուք հնարավորություն ունենալու եք։ Դե հարցին պատասխանեմ, որ ով այսպես ամուսնացում։ Ուղղակի խորհուրդ տվեք, թող գնան խմբակցության հայտարարությունը ուշադիր կարդան։ Եթե հայերեն լավ չեն հասկանում, ես կխնդրեմ խմբակցության ղեկավարին ինքը մանրամասնի կբացատրի։ Դե դուք ասել եք որ Նիկոլ Երիտասարդը դուք իրավիճակին չեք տիրապետել։ Հայտարարել է որ Սարգսյանը իրավիճակին չի տիրապետել։ Ձեր հրաժարականից 5 օր առաջ դուք ասել եք որ ամեն ինչ անսուրի տակ էր, այսինքն ձեր հրաժարականները եք անսուրի տակ։